Հովանես բարև ձեզ, շնորհակալ ենք, որ չմերժեցիք մեր հրավերը։ Սիրով միշտ հաճելի է նայել ինձ հայելու մեջ։ Եվ մի քանի թեմաներ կա, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր տեսակետը։ Եվ այսպես 9-րդ գումարման ազգային ժողովի նիստերն են այլևս ընթանում, այսօր փոխոսնակների ընտրությունն է։ Այո, դուք հիմա կզարգացնեք այս թեման։ Մենք տեսանք, որ առաջին օրը, երբ Ռուբեն Ռուբինյանը դեռ ազգային ժողովի նախագահի տեխնացու էր, 3 իմիջիայլոց ընտրվեց։ Չընտրվեց, քլչի կողմից նշանակվեց։ Ահա, հիմա դա էլ կասեք ինչու եք այդպես կարծում եւ ելույթ էր ունենում խոսում, որ քաղաքակիրթ բարեպաշտության այսպես միջավայր կան, բայց նույն ժամանակահատվածում, որ պնդում այո վենդետա լինելու է, երբ խոսում էր այն մասին, որ իրենք բերել են խաղաղություն, որ իր 2-ամյա երեխան ծնվել է խաղաղ պայմաններում եւ ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի մյուս երեխաներն էլ ծնվեն ու մեծանան խաղաղ պայմաններում, այն իրականության մեջ, երբ որ իր իշխանության օրոք հայ ժողովուրդը գրել է անդառնալի մի քանի պատերազմներ եւ կորցրել մի ամբողջ հայրենիք։ Խնդրեմ այս ամենի հետ կապված եւ հենց Ռուբեն Ռուբինյանի հետ կապված դուք նաեւ հետաքրքիր գրառում եք արել, պետք է խնդրեմ նաեւ դուք ներկայացնեք լսարանին։ Հա, մի քանիսը ներկայացրել եք Ռուբեն Ռուբինյանի մեղքային չի, որ թուրքերի հետ է շփվել։ Հա, դա շատ կարևոր է։ Նախ եւ առաջ գիտեք այս ամեն ինչը ինչի անում, անեն որ ինչ որ էլեմենտը որ փչանում է, չէ՞, այն որ ասած մի քիչ ասած շփում ես բանես անում, ասած դնում ես սարքի մեջ մի քիչ էլ է աշխատում։ Հիմա այս ԿՊ-ն փչացած է, այդ փչացած էլեմենտն է, բայց ժամանակ առ ժամանակ ինքը հիշում է, որ կա տենց էթիկա, բարևարքություն, սենց բաներ։ Ու սենց մեկ էլ տես միանում է, էլի, այդ պահին աշխատում է, հիշում եք էթիկայի վարքականոն գրեցին, հետո դուրս եկան փողոցում քաղաքացիների ինչ հայհոյանք ասես չասեցին, ընդհուպ մինչև դուխի չես զոհվել արա։ Այսինքն այս տղաների եւ աղջիկների մոտ դեռ եւս նախկին կյանքից, դեռ եւս մանկությունից մնացել են որոշակի ինչ որ հիշողություններ, որ քաղաքակիրթն է ճիշտը, բանն է, հարգանքն է ճիշտը, միմյանց նկատմամբ վարքում տենց նորմալ մարդկային հարաբերություններն են լավ։ Իհարկե ամեն ինչը արդեն վարի են տվել իրենք իրենցով եւ իրենց կյանքի ընթացքում, սակայն երբեմն այդպես արկայծություններ են լինում մոտները եւ հիշում են, որ գոյություն ունի էթիկա։ Էթիկան իհարկե ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում եւ ինչպես են էթիկայով շարժվում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նասիմ Թալեբը, որի մասին առիթ կունենանք դեռ խոսելու, բայց բնականաբար իմ ընկերներին խաբելով սպանածները եւ ինձ խաբելով պատերազմի ուղարկածների հետ ոնց կուզեք կխոսանք, նրանք չեն որոշողը, թե մենք ինչպես պետք է խոսենք նրանց հետ։ Հասկանալի է, կարան զենքը դնեն գլխներին, ասեն, չէ, բան մեր ուզածով պետք է լինի, բայց դա չի լինելու այն ճշմարտությունը, որը մեր ուղեղների մեջ կա։ Եթե ինչ-որ մեկը ցանկացածը, որը խաբել է հայ զինվորին, հայ սպային, հայ աշխարհազորայինին, հայ երկրապահ կամավորականին, որ գնում է հայրենիք թե պաշտպանում, զենք է տվել, զենք է վերցրել, բայց պարզվել է, որ խաբում են, սպանում են, որ այսօր ասեն Արցախը մերը չէր, խաբում էին, որ այսօր ասեն դա Արցախի հանձնումը մեր ամենամեծ ձեռքբերումն է, Նիկոլ Փաշինյանն է այդպես ասել, գիտեք, կամ ինչպես Ռուբեն Ռուբինյանը Շուշին Շուշա էր ասում, այդ մարդկանց կարելի ասել ամեն ինչ, նրանց հետ կարելի անել ամեն ինչ։ Եվ օրենքը թույլ ունի իր սահմանումները, թե ինչ պետք է արվեն նրանց հետ։ Հետևաբար սա այն մասով պատկերացնելու համար, թե ինչի են մեկ-մեկ տենց բանից էթիկայից խոսում, բայց պետք չի շատ ուշադրություն դարձնել, նրանք այլ ինչքան էլ ուզենան այլևս չեն կարող էթիկայի մեջ մնալ, որովհետև նրանց արածը հակադարձ համեմատական է էթիկայի մեջ մնալու հետ։ Էթիկայի մեջ մնալը կարող էին նրանք անել, եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին հեռանային քաղաքականությունից, չեն հեռացել, չհեռանալու արդյունքում անընդհատ ստիպված են եղել էթիկան խախտել, չնայած դրանից առաջ էլ էթիկապես մի եսի ինչ չէին։ Ինչու թուրքի պահած կամ թուրքի վերած իշխանություն են իրենք, կամ թուրքի ընտրած Որովհետև մեզ խաբելով բանակ տանել եւ զոհելը դա բնականաբար միայն կարող է լինել Թուրքիայի շահերից
բխելով, հա 1915 թվականի ցեղասպանության շարունակություն որպես։ Եթե օրինակ ինչ որ մեկը կռվելուց գնացել է առաջ այն մտքով, որ ինքը նույնիսկ եթե զոհվի Արցախը կմնա եւ ընկել է, եւ այդ մարդու կյանքի ընդհատման համար սրանք պատասխանատու են իրենց արտահայտություններով։ Եվ եթե ոնց կոնկրետ այս Ռուբինյանի մասով կարելի ասել, եթե նա Շուշին Շուշա է ասում եւ Շուշիի մտքով է զինվորը ընկել իր ամենաթանկ բանը տվել, բնականաբար սրանք Թուրքիայի քաղաքականությունն իրականացնում, նույնիսկ երագույնը, հա, քարագույնը, այս պարագայում չնայած սպիտակը ասում են գույն չի։ Այս պարագայում եթե անընդհատ հանում են, ում շահից է բխում այս դրոշը, որով մեր զինվորները, մեր եղբայրները, մեր ընտանիքի անդամները այս դրոշով ծածկվելով են հուղարկավորվել։ Ում շահից է բխում այս դրոշը վերացնելը։ Թուրքիայի։ Իմ շահից բնականաբար չի բխում, Հայաստանի որևէ քաղաքացու շահից չի բխել, չի բխում եւ նրանք կարողանում են սա անել միայն զենքը դրած մարդկանց գլխին։ Մոտավորապես նույն ձև ոնց որ թուրք հասկերները զենքը դնում էին հայ կանանց գլխին եւ ասում էին կրոնափոխ եղիլ թե չէ կսպանեմ, մի մասը կրոնափոխ էր լինում, մի մասն էլ ասենք ձորներ գցում, սպանվում էր եւ այլն։ Այդտենց բազմաթիվ պատմություններ կան։ Ու հիմա նույն բանն է կատարվում, մի քիչ երևի այդպես ավելի հոգեբանական զենքեր գործադրելով, ոչ թե հենց ուղակի այդ փամփուշտով զենքը օգտագործելով։ Եվ չմոռանանք, որ թուրք դիվանագետ Սերդար Քլեչը խախտելով Հայաստանի բոլոր կանոնները, կարգ ու կանոնը, սահմանադրություն լինի, ինչ լինի, ազգային ժողովի կանոնակարգ օրենք լինի, այս դավաճան տղային շնորհավորել էր արդեն ազգային ժողովի նախագահ լինելու կապակցությամբ։ Սա հենց հետևում է, որ սրան նույնիսկ մեր ազգային ժողովը չընտրեց, պատկերացնում եք ինչ մակարդակի է հասել, որ նույնիսկ մեր ազգային ժողովի ներսի դավաճանները հələ չէին ընտրել, այդ 63 հոգին չէին ընտրել, բայց ընդդեղից արդեն որոշել են, որ այս տղան է, բանը, հիշում եք Վլադիմիր Պուտինը մի հատ ողջույնի խոսք ասեց, այստեղ ազատազրկված Սամվել Կարապետյանին ինչ շուխուր արեցին։ Շուխուրը դա չի։ Այն մարդը նստած է, ազատազրկված է։ Շուխուրը նա է, որ այս բանը Հայաստանի պետական ինստիտուտները, ընդ որում գլխավոր ինստիտուտը, խորհրդարանը, այդտենց են վերաբերում մեր հարևանները։ Ու սրանք էլ խնդիր չեն տեսնում դրա մեջ, ասում են, հա, մենք կարիերայում աճ ապրեցինք, կարիերայում աճ չեք ապրել, ձեր կարիերան որքան աճ է գնում, այնքան խորանում է ձեր դավաճանությունը։ Եվ բնականաբար այս ազգային ժողովը ԿՊ-ի մասով առնվազն լեգիտիմ չի, մեր քաղաքացիները բոլորը կարող են աշխատել մյուս падգամավորների հետ, մյուս խմբակցությունների հետ, զուտ այն հանգամանքներից ելնելով, որ դա կարող է մեր նպատակներին հասնելու համար արդյունավետ միջոց լինել, հա, անկախ նրանից այդ ազգային ժողովում ինչ որ մի հատ ահաբեկչական խումբ է հայտնվել, թե ոչ։ Լեգիտիմ չի նաև այն պատճառով, որովհետև այս տղային Ռուբեն Ռուբինյանին, որը նաև ձայնագող է եւ ընտրակեղծարար, չի քվեարկել Բարգավաճ Հայաստան կուսակցության որևիցե падգամավոր։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ապօրինի է զրկվել մանդատներից եւ 60,000, մոտավորապես 60,000 մարդու ձայն սրանք ուղակի գողացել են։ Բացի դա, ապօրինի է այս խորհրդարանը ԿՊ-ի մասով, այն երկուսի մասով ապօրինի չի, լեգիտիմ է։ ԿՊ-ի մասով է ոչ լեգիտիմ, որովհետև գիշերը ժամի 2-ին հունիսի 7-ին ինքնահռչակը դուրս եկավ եւ ինքն իրեն հռչակեց հաղթած։ Եվ դա արդեն ապա լեգիտիմացրեց հետագա աշխատանքները։ Եվ ես կարծում եմ, որ այդ անընդհատ պետք է կրկնեն падգամավորները, որոնք լեգիտիմ են խորհրդանում, չզլանան ամեն օր, ամեն անգամ նույն բանը ասելուց, նույն բանը տարբեր ձև կրկնելուց, որ ԿՊ-ն ահաբեկչական խմբավորում է, նա գողացել է ձայները եւ ձայնագող են, ընտրակեղծայ, ամեն ինչ են, ամեն ինչ են։ Հա, ճիշտ է, բանը, առյուծասպան։ Սա մյուս մասով նաև մեր падգամավորներին
Եվ առհասարակ մեր հասարակությանը խորհուրդ կտայի ի վերջո հասկանալ, որ թուրքերի, ադրբեջանցիների հետ շփվելը ինքը տաբու թեմա չի։ Հակառակը տաբու պետքա լինի չշփվելը։ Հարցն այլ է, տաբու թեմա է եւ ոչ միայն տաբուից էլ վերան տաբու, սուպեր տաբու թեմա է։ Նրանց հետ շփվելիս մեր շահերը ծախելը, նրանց հետ շփվելիս մեր զինվորները, որոնք արյուն են թափել այս հայրենիքի համար, նրանց շահերը ծախելը։ Ճիշտ է, Ռուբեն Ռուբինյանին պետքա սա հասկանային, բայց քանի որ նրանք չզոհվածներ են նաև այն իմաստով, որ ամեն զինվորի հետ նաև Հայաստանի քաղաքացու ինչ-որ մաս զոհվել է, հա, հայրենիքի համար։ Դրա համար նրանք չեն կարող հասկանալ։ Նրանց համար ազգային ժողովի նախագահ լինելը ինքը ընդամենը ստատուսի հարց է, հա, ոչ թե առաքելության հարց է, այլ ստատուսի։ Եվ դրա համար նրանք լեգիտիմ չեն։ Եվ բնականաբար քաղաքացիական պայմանագիրը մեղադրվում է նրա մեջ ոչ թե որ թուրքերի հետ է շփվել, թուրքերի մեջ կարող են լինել այնպիսի մարդիկ, որոնք արժանի են շփվան, եւ ադրբեջանցիների մեջ, եւ նույնիսկ անարժանները կարող է լինեն, որոնց հետ պետք է շփվել Հայաստանի շահերը պաշտպանելու համար, որտեղ ի վերջո հարևան են, շունգել կողքդ են ապրում, ինչ պիտի անես։ Սակայն մեղադրվում է քաղաքացիական պայմանագիրը նրա մեջ, որ թուրքերի հետ շփվելիս ծախել է իմ եւ ձեր շահերը եւ մնացած բոլոր Հայաստանի քաղաքացիներին, որոնք ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, նրանք ծախել են նաեւ եզդիների, քրդերի, ասորիների, հույների, ինչու՞ չէ նաեւ շահերը եւ առհասարակ ծախել են քաղաքակրթության, արդարության սկզբունքները։ Ինչպես տեսանք, ռիսկերի տեսաբան Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նասիմ Թալեբը, ով շատ հայտնի է իր գրքերով, իր գրքերը ամենավաճառվողներն են եւ Սև կարապ գիրքն է տենց ամենահռչակավորը, որը նրան հրավիրել էին Ադրբեջան դասախոսության, նա մերժել էր, բայց Ադրբեջանում չէին հասկացել, որ այդ մերժումը կարող է կապված լինել ոչ թե փողի հետ, որովհետեւ նրանք փողով մինչեւ հիմա ամեն ինչ գնել էին, հա, փողով նաեւ երևի Հայաստանում գնել էին նրանց, ովքեր որ պետքա անարգեն հայ զինվորի արյունը, այլ մերժել էր էթիկայից ելնելով, արդարությունից ելնելով, ասել էր, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, ես ոդկս այնտեղ չեմ դնելու։ Այս արտահայտությունը արել է լիբանանցի հիմա Ամերիկայում ապրող մարդը, իսկ ինչ արտահայտություններ են անում սրանք, մասնավորապես անձը, որը ժողովրդի գլխին զենքը դրել է ու ասում է ինպես տուֆտա պետքա լինեք, Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը։ Նա ասում է դեռ պետք է հասկանանք, այդ Ռուբեն Վարդանյանը ոնց է հայտնվել այնտեղ։ Հայաստանի ԵՀԿ ղեկավարի առաջնային խնդիրը պետքա լիներ իր քաղաքացուն ազատել, ամեն օր դրա մասին պետքա մտածել, ոչ թե պերաշկիների եւ սրտիկների եւ ժպիտների։ Բայց Ռուբեն Վարդանյանի Բաքվում լինելը ոչ միայն սրանց համար խնդրեմ չի, այլ սրանց ինչ-որ տարատեսակ մսուր մանկապարտեզի արբանյակներ արդեն Ադրբեջանից այլընտրանքային գազ են քաշում Հայաստան։ Մենք Լյուդվիգ Մկրտչյանի մասին ստանում ենք հաղորդագրություններ, որ այդ մարդը առողջական լուրջ վիճակներ ունի, իսկ Restart կոչվող ինչ-որ խմբի տղա գնում է հարցազրույցները տալիս, որ Ադրբեջանից կարելի է գազ քաշել։ Ու այդ ամենասարսափելին այն է, որ այդ Restart խումբը ստեղծվել է իրենց իրավունքները պաշտպանելու համար, տարկետման իրավունքի համար, հիշում եք նախորդ իշխանությունների ժամանակ, որ տարկետումից ուսանողներին ուզում էին ազատել եւ առանց ուսման ավարտի տանել բանակ կամ ուսման սկսելու տանել բանակ եւ այս տղաները եւ աղջիկները պայքարում էին իրենց իրավունքների համար, հա լավ էին անում, բայց հետո ինչ եղավ։ Հետո դարձան խումբ, անունը դրեցին Restart, Restart-ը գիտեք հայերեն բառ չի, ոնց որ Պերեզագրուզկա դնեին, էլի, էսա բանը, մտածողությունը բանի։ Այն ժամանակ ունեինք ռուս գավառականություն, տենց մի հատ էլիտար գավառականություն, հիմա էլ ցած անգլախոս գավառականություն ունենք, էլի, որ Restart են դնում անունը։ Այն ժամանակ Պերեզագրուզկա կդնեին անունը։ Ու սրանք աշխատում են մեր երիտասարդների հետ, նրանց restart-ներ են սարքում, start-ներ եւ restart-ներ, ու փաստորեն փոխանակ մեր երիտասարդները սովորեն, որ երբ որ Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի,
Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լևոն Մնացականյանի, Լյուդվիկ Մկրտչյանի պես մարդիկ Բաքվի բանտում տանջվում եւ խոշտանգվում են եւ պետքա մեր երիտասարդները իրենց առաջնային նպատակը դնեն մտածելու թե ոնց են կազմակերպվում, ինչ են անում, ոնց են իրենց կյանքը ներդնում նրանց ազատելու վրա, փաստորեն սրանք զբաղված են բաներով, Ադրբեջանից գազ բերելու թեմայով իրար կերակրելով։ Այս ինչ քաղաքակրթությունն է։ Սա բնականաբար են Արման Եղոյանը, որ ասաց, որ ինքնության փոփոխություն է եղել, հա, ասենց ինքնության փոփոխությունը անկարեկից անիմաստ անտաղանների ինքնության փոփոխությունները, ասենց զենքը դերել են գլխներին, ասում են դուք պետքա մերպես տուֆտա դառնաք, թե չէ աշխատանքից կզրկենք, մոստերից կգցենք ու ընդհանրապես կբանտարկենք, կվերացնենք ձեզ, էսա սրանց ստեղծած ինքնությունը restart են արել էլի ինքնությունը։ Ինչևէ, պատկերացրեք որևէ ադրբեջանցի երիտասարդ, ցանկացած երիտասարդ, լինի լիբերալ թե ոչ լիբերալ, նրա ենթադրենք իր զինվորականներից մեկը Հայաստանում բանտում լինի եւ նրանց ոչ թե օր առաջ խնդիրը լինի, ասենք այդ մարդկանց ազատելը, այլ ասենք, չգիտեմ, Հայաստանից ջուր քաշելը օրինակ։ Դուք պատկերացնում եք տենց բան։ Ադրբեջանի երիտասարդը, երբ որ ըստեղ մենք կունենանք իրանցից ինչ որ մեկը նստած, իսկ մենք գիտենք, որ ադրբեջանցիները երբ որ նստում են Հայաստանում, արդար են նստում, որովհետև 17 տարեկան երեխա էին սպանել Արցախում։ Հա, հիշում եք, չէ՞, այդ դեպքը։ Անմիջապես 20 թվից հետո այդ երկուսին էլ տվեցին Ադրբեջանին։ Լավ, պատկերացրենք, ասենք Ռամիլ Սաֆարովը, հա, Հայաստանում չէ, Հունգարիայում նստած, քնած մարդուն, անզեն մարդուն կացնահարելով սպանելու համար։ Դուք պատկերացնում եք Ադրբեջանում ոչ թե զբաղվեն այդ հանցագործին, դե իրանք տենց են, հիմա Ալիևյան ռեժիմի ժամանակ տենց հանցագործի ինքնություններ են, սա պետքա Արման Եղոյանին անհանգստացներ, ոչ թե նորմալ ինքնությունը անտարբերների ինքնության փոխարինելով։ Դուք պատկերացնում եք, որ Ադրբեջանում ինչ-որ մեկը գնար ինչ-որ Factor TV, նստեր ու ասեր, դե գիտեք ինչ կա, քանի որ ենթադրենք մենք Իրանից, Թուրքիայից, ասենք ջուր չենք ստանում, շատ հիպոթետիկ եմ ասում, էլի, պարզ Ադրբեջանում ջրի խնդիր չկա։ Ջուր չենք ստանում, մենք Հայաստանից այդ ջուրը կմսենք, երբ որ իրենց Ռամիլ Սաֆարովը, ասենք, Հայաստանում նստած լիներ։ Լավ, դուք ով եք դարել, որ ասենք մեր անունից պետք է նստեք ֆակտորներում, տես բաներ խոսակ, երբ որ մեր ընտանիքի անդամը հայախոս եւ բարերար լավագույններից մեկը հիմա Ադրբեջանում նստած տանջվում են, մարդու իրավունքների պաշտպանը ձեռաքաշել, կառավարությունը ոչ միայն ձեռաքաշել, վարկաբեկումա, ինչ ասես չի ասում եւ բնականաբար նրանցից ձեռել չի տալիս, որ գան Հայաստան, որովհետեւ ինչ ինֆորմացիա կա լցնելու են սրանց վրա, թե ոնց են Արցախը հանձնել։ Այնն նստած ասում է դե բան Ադրբեջանից գազ կքաշենք։ Լավ, ինքնասիրության ինչ-որ մակարդակ կարա չէ լինի, թե ինքնասիրությունն էլ է restart արվել, restart չէ, reset արվել։ Ջնջել էլի, reset։ Ու այս երիտասարդների փոխարեն փաստորեն արաբ, Լիբանանից արաբ, Ամերիկայում ապրող տեսաբանն է, որ ինչ որ էթիկա է ցույց տալիս։ Եվ Սև Կարապի տեսությունը գիտեք, չէ՞ որն է։ Ուրեմն Սև Կարապը համարվում այն իրադարձությունը, որ ասենք կայուն բան ասած ձեզ համար ապրում եք, մեկը մի հատ իրադարձություն է լինում, որ շատ անսպասելի է, մեծ ազդեցություն է թողնում ու ասենք հետին մտքով մեկ էլ սկսում են ասեն, հա դե պարզ է, տենց էլ պիտի լիներ, հա։ Օրինակ վերցնենք բանը, Շուշիի հանձնումը նոյեմբերի 9-ի, չէ՞, դա անսպասելի էր մեզ համար, մեծ ազդեցություն թողեց, ահռելի մեծ ազդեցություն, դե հետո հայտնվեցին մարդիկ, որ ասացին դե տենց էլ պետքա լիներ եւ սկսեցին արդարացնել։ Դե ոչ միայն արդարացնել, նաեւ բացատրել, որ մենք կանխատեսել ենք, որ այդպես պետք է լինի։ Իրականում կային մարդիկ, որոնք կանխատեսել են եւ Սև Կարապների պարագայում էլ շատ դեպքերում լինում են մարդիկ, որոնք կանխատեսում են, բայց նրանց լսողներ չկան։ Եվ խնդրեմ հիմա այս Ադրբեջանի համար Նասիմ Թալեբի հրաժարվելը եղավ Սև Կարապ։ Նրանց համար ասպասելի էր, թողել է մեծ ազդեցություն, որովհետև նրանց համոզմունքներն է փոխել Թալեբի պատասխանը, ասել են դե ավելի շատ փող կտան, կարի դասախոսություն տարա, ասել է լավ չեք հասկանում, քանի Ռուբեն Վարդանյանը ձեր մոտ նստած է
անարդար։ Ես այդտեղ չեմ գալու, էլի։ Ասենց իրենց համոզմունքը կոտրվել է, ոնց մինչև հիմա բոլորին կաշառում ենք, փողը տալիս էինք, այնա Նիկոլին ինչ ուզեցինք, վերցրեցինք, տվեց, բան, մեկ էլ հայտնում է մի մարդ, որ էթիկա է պահում, սկզբունքներ է պահում, ու հիմա եթե նայեք ադրբեջանական մամուլը շատ ծիծաղելի է։ Ասում են, հա դե պարզ է, տենց էլ պետքա լիներ, դե պարզ չի, որ այդ լիբանանցի այդ արաբը, այդ ասալայի հետա շփվել պիտի բան անել, հրաժարվեր։ Այսինքն Նասիմ Թալեբին հրավիրել էին դասախոսություն կարդալու, բայց Նասիմ Թալեբի վարկը տեղով նրանց համար եղավ դասախոսություն Սև կարապի մասին։ Ամբոշխնեք, սիրելի Ալիևյան ադրբեջանցիներ։ Հասիմ Հակոբյանը դիմադիներին ասում է, քթից ենք վերելու, որ 3000 ադրբեջանցիների գալով ահաբեկում էին շոկ։ Դե երևի նկատի ունի պլաստիկ օպերացիա է անելու քիթը։ Պրոցեսը միանշանակ սկսված է, որովհետև այնինչ ասում է Իլհամ Ալիևը, այս քթաբեր Հասմիկ Հակոբյանները եւ քթաբեր Նիկոլ Փաշինյանները բնականաբար իրականացնում են, դա եղել է եւ Արցախի հետ, ինչպես խափում էին, բայց հետաքրքիր է, որ ամեն անգամ կատարվում է, կարողանում են այդ տակտիկան իրականացնել, բայց այդ տակտիկան այս պահին իրեն կարողանում են իրականացնել, որովհետև կեղծիքով են ընտրությունները հաղթել։ Այսինքն սիրելի ժողովուրդ, պետք է հասկանանք, որ նրանք այլևս այս տակտիկան ոչ թե կարողանում են իրականացնել խաբելով, այլ ժողովրդի գլխին զենքը դնելով, իշխանությունը տերորով պահելով, թե ինչքան դա կտևի բնականաբար մեզնից եւ ձեզնից է կախված, բայց այնուամենայնիվ հիշենք, Արցախի հանձնումը նույն ձև են արել, խաբել են, թե Արցախը չեն հանձնելու, բայց հանձնել են, Տավուշի տարածքները նույն ձև են արել, թատիկներիցս, ձեռներիցս կկտրեմ, թե ինչ-որ տարածք կհանձնեմ, Զանգեզուրի միջանցքը նույն ձև են արել, որքան էլ հիմա այդ տարատեսակ ռեստարտները փորձում են ապացուցել, որ դա միջանցք չի, դա անում են, որովհետև Ամերիկային է ձեռք տալիս, իսկ գիտենք, եթե քո անունը restart է, ապա դու կապված ես մշակույթով եւ քաղաքականապես Ամերիկայի հետ։ Եթե Պերեզագրուսկա լիներ, Ռուսաստանի հետ կապված կլիներ։ Եվ ինչ էի ասում։ Հա, ու հիմա այս ադրբեջանցիների թեման է։ Ադրբեջանցիների թեման սրանք սկսել են իրականացնել, կառավարությունում տեսել եք, որ հեշտացրել են օտար երկրներից Հայաստանում բնակարան ձեռք բերելու հնարավորությունները, սա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանցիներին հնարավորություն տալու, որպեսզի Հայաստանը բնակարան ձեռք բերեն առանց լիազորագրի, առանց նոտարական հաստատումի եւ այլն, եւ քթաբեր Հասմիկ Հակոբյանները հիշեցնեմ մեզ չեն ներկայացնում են հենց ադրբեջանցիներին Հայաստան բերելու ծրագիրը, չմոռանանք, որ Արցախում արդեն ադրբեջանցիները եկել են, չմոռանանք, որ Ջերմուկի տարածքներում ադրբեջանցիները եկել են, Շորնուխի Որատանի հատվածներում ադրբեջանցիները եկել են, եւ չմոռանանք, որ Հայաստանի ազգային ժողովում 63 հոգի քաղաքական ադրբեջանցի է եւ նրանք ինչպես ասացի, եթե ՔԼՉ նախորդ շնորհավորում է եւ նրանք նրա շնորհավորանքի համաձայն ընտրում են ազգային ժողովի նախագահ, բնականաբար նրանք ոչ թե ներկայացնում են մեզ, այլ ներկայացնում են ՔԼՉ-ի շնորհավորանքը եւ Իլհամ Ալիևի կողմից ստեղծված ՀԿ-ները, կառույցները, ֆորումները, կոնֆերանսները, որոնք արվում են դրա համար եւ ինչքան ակտիվ են սրանք ազգային ժողովի ամբիոններից ստում, թե ադրբեջանցիներին բերելու հարցը սուտ է, այնքան ավելի է դառնում իրական, որ այդ հարցը իրական է, որովհետև այս իշխանությունները բոլոր իրենց դավադրություններին հասել են բան անելով, շրջած իրականություն ցույց տալով, երկրի հակառակ կողմը ցույց տալով եւ այն կոչելով իրական Հայաստանի դեպ, սա շատ հետաքրքիր բան է, թուրքական մտածողություն է, զուտ ինչ գոյություն ունի աշխարհում եւ տիեզերքում, պարզապես շուրջ տալ եւ ցուցադրել այնպես, ինչպես նրանց այդ պահի շահերն է։ Դե ռազմավարությունից ուժեղ են, խոսք չունեմ ասելու, սովորելու բաներ կան, բացի իհարկե ցեղասպանություն իրականացնելուց։ Կարելի է լավ բաներ անել այդ խելքով աշխարհի համար։ Նենց որ ստեղ դժվար է ասել, պետք է զգոն լինել, մենք զգոն ենք, բոլորն էլ գիտեն, որ ստում են, բոլորը, այդ թվում Գայանե Աբրահամյանը, որ գնում է սկսում է խոսել նրա մասին, թե սրանք դավադրության տեսություններ են, նա էլ գիտի, որ
սուտ է եւ ոչ մի դավադրության տեսություն չկա։ Իդեպ Տիգրանաշենի հետ կապված էլ էին, հա, նույնը ասում։ Միջալով Տիգրանաշենի հետ կապված ուղիղ հարց են ուղղում Ռուբեն Ռուբինյանին եւ չի կարողանում հերքել նորից 29740։ Հա, դից Չէ, նախ 20740 կիլոմետրի տերը չենք, այդպիսի միջազգայինորեն ճանաչված չկա եւ նույնիսկ եթե լիներ այդ ջերմուկի տարածքները, այդ արդեն հանձնել են, դա նշանակում է սրանք, ինչը մենք չենք արել, ինչ որ քլչի շնորհավորած մարդիկ են դա իրականացրել, դա Հայաստանի Հանրապետության հետ կապ չունի։ Ոչ լեգիտիմ մարդիկ եկել են ինչ-որ գործողություններ են արել Հայաստանի տարածքի հետ։ Որոնք այդ մանդատը չունեին անելու։ Եվ դրա համար Տիգրանաշենի հետ կապված եւ վերջերս ուսումնասիրում էի թե մամուլում ինչ է տեղի ունեցել 2021 թվականին Պանորաման նյութ էր հրապարակել, որ համայնքների խոշորացման հիմնավորումների մեջ կառավարությունում բացակայում է Տիգրանաշենի անունը, հա 13 բան էին նշել, բայց Տիգրանաշենը բացակայում էր ու Պանորաման եզրակացրել էր, որ դա կապված է Տիգրանաշենի հանձնելու հետ։ Հանձնել բառը երևի սխալ է, ծախելու հետ, հա, եկեք ասենք ծախել, սրանք հողերը ծախում են, ոչ թե հանձնում են։ Հանձնում են օրինակ արյունը։ Հիմա դրանից հետո FIPM-ը հրապարակում էր արել, հերքելով, ցույց տալով, որ սխալ է եւ վարչատարածքային օրենքում ու Տիգրանաշենը ներառված է Պարսևակ գյուղի Պարսևակի մեջ էլի, հա, գյուղի մեջ, որպես բնակավայր։ Ուրեմն նույն բանը արել էր նաև Civilnet-ը, դա արել էր իրենց մի հատ հաղորդում ունեին, այդ հաղորդման մեջ մեդիա փորձագետ Արթուր Պապյանն էր կոչել այս ամենը դավադրության տեսություն եւ կեղծիք դավադրության տեսություն, մի խոսքով ամեն ինչ ու նույն պատճառաբանությունն էին գրեթե բերել, սակայն Պանորաման նաև ցույց էր տվել, որ այլ բաների մեջ, այդ բուն նախագծերի մեջ Տիգրանաշեն անունը նշված է։ Մի խոսքով տես փաթեթավորեցին, ցույց տվեցին, որ Պանորաման սխալ է եւ ոչ մի բան չեն հանձնում, դա դավադրության տեսություն է։ Իսկ այսօր ինչ ենք տեսնում։ Այսօր տեսնում ենք, որ հստակ այս տղան ասում է, որ այնտեղ չգիտեմ փոփոխություն պետքա լինի Արցվաշենի հետ, այնտեղ բանը պետքա Տիգրանաշենը տանք։ Մինչդեռ Տիգրանաշեն տալը ես այս եթերում էլ արդեն ասել եմ ու չեմ զլանա անընդհատ ասել, Տիգրանաշեն տալը ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի համար, նա խորանում է Հայաստանի մեջ եւ կարող է բացազատվել ամբողջ Հայաստանով ինչպես ուզի եւ կտրելու է Մեղրի Երևան ճանապարհը նաեւ։ Սա շատ կարևոր է, հա, հասկանալու համար, սա ռազմավարական ճանապարհ է, որը եթե մտավ կտրելու է։ Իսկ Արցվաշենը, որ Ադրբեջանը 100% չի տալու, նույնիսկ եթե տա, որևէ ստրատեգիական նշանակություն դա չի կարող ունենալ մեզ համար, կարող մի շաբաթով տա, հաջորդ շաբաթ վերցնի այդ վիճակով, էլի։ Հա, 10 րոպե տա, 10 րոպե հետո վերցնի, բնականաբար բայց այնպես բան չեն անի, պարզապես չեն տա։ Ու այս ուզում եմ ասել, եթե դուք լսում եք որևիցե տեղ այս իշխանության վնասահարության հետ կապված ասում են դավադրության տեսություն, մի հավատացեք։ Այսինքն ում ինչ եմ բացատրում, դուք շատ լավ գիտեք, որ վաղուց այդ նույն տակտիկայով են անում, հա, հերքել, աննասնական ձևերով հերքել, հա, քիթը կտրեմ, բան, ասենց ուծու բանն էլի ադրբեջանցի են դարը քիթ են կտրում, ասես պատկերացնում եք Հասմիկ Հակոբյանը, ասես նստած այս բանը անում, քիթ է կտրում, ասեք ոնց են բանը սովորել են ադրբեջանցիներից, որ հայ կանանց մասնատում են, հիմա Հասմիկ Հակոբյանը ասես քիթ է կտրում։ Հա, այդպես Եվ շարունակում են մեր հայրենակիցները եւ Բաքվում խոշտանգվել եւ Հայաստանի բանտերում։ Դե խոսացինք դրա մաս։ Հա, իդեպ, հա։ Սարսափելի պայմաններում է պահում Արեգնաս Մանուկյանը, սարսափելի պայմաններում է պահում։ Հա, մանավանդ հիշում եք, որ բանը Ռուբեն Ռուբինյանը ընտրակեղծարարի տենց մեղմ հայացքով Լևոն Քոչարյանին մեղադրում էր նրա մեջ, որ իր հայրը Հա, 10 չմոռանանք, որ նրա հայրը եւս ընտրակեղծարար է եղել 96 թվականի, 95 թվականի ընտրությունների կեղծարարության մասնակից եւ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուբեն Ռուբինյանի 2.5 ամյա որդին
չընկղմվի ընտանեկան այդ ավանդույթի մեջ եւ ամեն ինչ կանենք, որպեսզի նա ապրի չընտրակեղծարար Հայաստանում եւ արժանապատիվ ու նաեւ տեսնի Շուշին, որը բախտ է ունեցել տեսնելու նրա պապիկը եւ նրա հայրը, բայց տեսնելուց հետո չհանձնի, հա, չես հանձնի։ Ինչ էի ասում, ես ինչից եկա։ Հա, մեր քաղբանտակյալները։ Ուրեմն այդ իմաստով, որ Ռուբեն Ռուբինյանը տեսել է իր 18-ամյակը նշել է, երբ իր հայրը չկար, հիշեցնեմ, որ Անդրանիկ Թևանյանին բռնել են, առևանգել են, երբ որ նրա որդու վերջի զանգի օրն էր։ Հիշեցնեմ, որ Անդրանիկ Թևանյանը Ռուբեն Ռուբինյանի հորը որևէ պարագայում չէր կարող ազատազրկել։ Հիշեցնեմ, որ Արեգնաց Մանուկյանը զրկված է, եւ ոչ միայն զրկված է, այլև դատարանը նորից երկարացրեց զրկված լինելը նրա իր անչափահաս երեխաների հետ տեսնվելու։ Հիշեցնեմ, որ այս կինը եւս խոշտանգվում է։ Հա, դրա հետ էլ առանձին թեմա է։ Հիշեցնեմ, որ Արեգնաց Մանուկյանը եւս որևէ հնարավորություն չէր ունենա Ռուբեն Ռուբինյանի հորը Կարապետ Ռուբինյանին ձերբակալելու, որ Ռուբեն Ռուբինյանը իր 18-ամյակը նշի հայրը ձերբակալված։ Հիշեցնեմ նաև, որ Ռուբեն Ռուբինյանը ոչ թե Վրեժի ինստիտուտի ներկայացուցիչ է, այլ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի, որը օրենսդիր մարմինն է եւ օրենքներ է ընդունում, եւ այդ օրենքները պետք է պահվեն, ոչ թե ըստ Վրեժի, թե ով է քո հայրիկին նստացրել եւ դու երբ ես քո չափահասությունը նշել, այլ պետք է այդ օրենքները պահվեն, որպեսզի այլևս 18 տարեկան, որպեսզի այլևս վերջին զանգը երեխաները չնշեն առանց իրենց հոր եւ որպեսզի կարողանան հաղորդակցվեն իրենց մոր հետ, անկախ նրանից, թե դու քանի տարեկանդ ես նշել, երբ քո հայրը նստած էր։ Սա այդ մասով հիմա մի վայրկյան շարունակությունը, հա, նաև Ավետիք Չալաբյանի գործն են իբր թե տենց կարել են, սենց դասավորել են եւ մի հայտնի Շպիոնիսյան կա, որը կրկին սենց դատավորի պեչատը դրած մեղադրում է եւ բանին Ավետիք Չալաբյանին հիշեցնեմ, որ լիքը հիմնավոր կասկածներ կան, որ Դանիել Շպիոնիսյանը իսկապես շպիոն է, բաց աղբյուրներում կան տվյալներ, որոնք արտահոսքից առնվազն պետք է ազգային անվտանգության ծառայությունը զբաղվեր եւ ես դիմել եմ ազգային անվտանգության ծառայությունը զբաղվելու այդ հարցով, նամակ եմ ուղարկել եւ դեռևս այդ նամակին որևէ պատասխան չկա։ Կարծում եմ պետք է շարունակեմ այս հարցով զբաղվել եւ եթե ազգային անվտանգության ծառայությունը շարունակի ուսումնասիրել Դանիել Շպիոնիսյանը արդյոք շպիոն է թե շպիոն չէ, ազգային անվտանգության ծառայությունը եւ պետք է հրավիրել արդեն դատարան։ Հիմա ինչպես նաեւ գիտենք, հա, որ Դանիել Շպիոնիսյանը նաեւ երրակի զրպարտիչ է, դա սովոր է անընդհատ զրպարտել մարդուն, Ավետիք Չալաբյանը նախորդ անգամ էլ էր արդեն մի անգամ անցել է այս process-ով, նրան անարդարացի դիմադրության շարժման ժամանակ զրկել է նրա կյանքի օրերից ու դրանից հետո ազատ է արձակվել։ Այսինքն անմեղ մարդուն կյանքի օրերը խլել են, հա, ոչ մեկ դրա համար պատասխանատվություն չի կրել ու նախորդ անգամ էլ իդեպ Դանիել Յովհաննիսյանի մատը խառն է եղել, որպեսզի Ավետիք Չալաբյանը զրկվի իր կյանքի օրերից, ազատության կյանքի օրերից։ Ուրեմն այս տղան հատուկ թիրախ է ընտրել Ավետիք Չալաբյանին, ինչի համար, ամենայն հավանականությամբ նրա համար, որովհետև Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը սկսել էր շատ լավ վերահսկել ընտրությունները, դիտորդական առաքելություն իրականացնել, հանձնաժողովի անդամներ պատրաստել եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ ընտրական գործընթացին դարձել էր ուժ եւ Շպիոնիսյանը, քանի որ ինքը դարձել է Հայաստանում բանը ընտրական են դիտորդը, որը պետք է օժանդակի, որ Նիկոլ Փաշինյանը կեղծի ընտրությունները, դրա համար էլ այս Ավետիք Չալաբյանի եւ Հայաքվեի գործունեությունը այս տղաներին եւ աղջիկներին խանգարում է։ Ազատություն բոլոր
քաղբանտարկյալներին, բայց այդ ազատությունը պետք է լինի նենց, որ ով որ ձեր զրկել է ձեր կյանքի ազատության օրերից, որ դուք վայելեք ես հիմա ճիշտ ասած այդքան վայելել հնարավոր չի, շատ շոկ է, բայց այնուամենայնիվ այդ իրենք պետք է անպայման փոխհատուցեն ձեր կրած զրկանքների համար թե Անդրանիկ Թևանյանը, թե Կարապետ Պողոսյանը, թե Աշոտ Մինասյանը, թե Ավետիք Չալաբյանը, թե Արմեն Աշոտյանը, թե Վազգենը Սաղաթելյան, Նարեկը Սամսոնյան, ելով կար։ Արեգ Նազմանուկյանը, Ռուբեն Հակոբյանը, զրկել են խոսքից հրավարական։ ահա, Ալեն Ղևոնդյանը եւ Ռուբեն Հակոբյանը որպես այդ է լավ, բանտարկություն է, էլի խոսքի բանտարկությունը։ Սա իհարկե կարող է լինել միայն օկուպացված պայմաններում եւ այդ օկուպացիայից մենք անպայման ազատվելու ենք իշխանությունը ժողովրդին վերադարձնելով եւ այդ ժողովրդի մասնիկ է նաեւ Ռուբեն Ռուբինյանի 2.5-ամյա որդին մենք անպայման կվերադարձնենք իշխանությունը նրան եւ մյուս փոքրիկներին որպիսի նրանց հայրերը, մայրերը չկեղծեն ընտրությունները չհանձնեն իրենց տարածքները ուրիշին ինչպես նաեւ ըստ նեպոտիզմի աստղաբաշխական գումարներ չստանան հայ փոստում, հա